իրանք չեն իմացել հանգիստ քնել ինչ բանա, երբ սրանց նման ստահակներ իրանց կանանց ու սիրունիներին գրկել քնել է, այդ մարդիկ իրանց քունը եղել է ցեխերի մեջ, իսկ այսօր այդ մարդկանց բոլորին նվաստացրել է, բոլորին գլխահակաթողել, այդ ամոթն է, որ յուրաքանչյուր այնն է, եւ ես որպես քաղաքացի, ասեմ ավելին, պահանջում եմ, որ այսուհետ անձամբ իմ անունից ես որևիցե իշխանության իրավունք չեմ տալիս հայտարարություն անելու։ Եթե նրանք ստահակ են, եթե նրանք ծախված են, եթե նրանք չունեն սրբություն, չգիտեն ինչ բանա մեծին հարգել, փոքրին հարգել, ցավին ցավակից լինել կիսել, հերոսին հարգել, ուրեն իրավունք չունեն, իմ անունից ես քաղաքացի եմ։ Ավելին, եթե իրանք դրսերում կայֆաբադ լինելով ապրել են, ես իմ երկրից մի քայլ եկում չեմ գնացել։ Մի քայլ եկում չեմ գնացել։ Գիտակցաբար երեխեք են բերել, որպեսզի որպես կին, որպես մայր պատասխանս թշնամուն տան, որ հայի ընտանիքը հաճելի է, հայի տունը լիքն է լինելու։ Երբեք հայը չի ծնկելու, իսկ այսօր ամբողջ աշխարհով հայ թասիպով հայերը գլխահակ են, որտեղ ունենք ստոր ողորմելի ոչնչություն, ուխտադուժ, ուրացող իշխանություններ, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում։ Այսօր ունենք անհետ կորած հայսուր, հոգևորական, զոհված հոգևորականներ, ունենք գերիներ Բաքվի բանտերում, ունենք սրբազան հայրեր մեր բանտերում, որոնց տերորիստ են ասում, առանց գետինը մտնելու եկեղեցի են պառակտում, եկեղեցին են ուզում գլխատեն, որպեսզի մեզ լրիվ անտեր թողնեն։ Այսօր Սփյուռքը Արցախն էր խանգարում, Արցախը հանձնեց պրծավ, Սփյուռքն է խանգարում, Սփյուռքից էլ է հրաժարվում,